Եթե նրանք մնացին իշխանության, բոլորիս բերաները ուղղակի փակվելու է, այլևս ուղղակի իրավունք չես ունենալու խոսես այդ թեմաներով։ Ինչ խոսես։ Ասել է մարդը։ Հիմա եթե խոսեմ, արդեն ես հիմարի տպավորություն կթողեմ, դրանից հետո եթե խոսեմ, ասել են լավ, տղա ջան, դու իսկական խնդիր ունես։ Հա, այս մարդիկ էս են ուզում։ Ուզում են մեծամասնություն են, դու փոքրամասնություն ես կամ հարմարվի կամ թող գնա։ Թող գնա, այստեղից դու փոքրամասնություն ես։ Ու ով է գնալու որակյալ մասան։ Ինտելեկտուալ, հայրենասեր, ազգայնական մասան։ Հիմա այդ այլևս դրական չի համարվում լինել հայրենասեր, լինել ազգային, հայաստանյան օրակարգով առաջնորդվող, չէ, պետք է լինես գլոբալիստ, պետք է լինես աշխարհի քաղաքացի, ոչ Հայաստանի քաղաքացի, բայց իմ համար դրանք արժեքներ են եւ կարծում եմ, որ իմ հայրենակիցների համար եւս եւ մենք մեծամասնություն ենք, հուսամ, եւ պետք է ցույց տանք դա գործով։ Եթե պետք է, ուրեմն պետք է շարունակենք պայքարը նաեւ ընտրությունից հետո, որովհետեւ կրկնեմ, այս մարտը պատրաստ է ցանկացած այլանդակության։ Մի կերեք այդ խայծը, այդ սուտը քտերից է բերելու։ Հետո քտերից է բերելու։ Հիշեք հենց նրա հայտնի արտահայտությունը, երբ 21 թվականին այսպես կոչված վերընտրվեց, երբ մեղադրեցին նրան Արցախը հանձնելու մեջ եւ ասեցին ամբողջապես էս հանձնելու, մի նախադասություն ասեց, եթե հանձնելու եմ, ինչի եմ պատմության մեջ ամենամեծ բյուջեն տվել Արցախի հանրապետությանը։ Իրոք պատմականորեն ամենամեծ բյուջեն հատկացվեց Արցախին 21-ից հետո։ Երբ գնում էի Արցախ, շինարարական բում էր, մարդկանց բոլոր ֆինանսական կարիքները հոգում էին եւ ինչ եղավ հետո, պատասխանը բոլորս տեսան, գիտենք, պետք չի երկար մտածել։ Ընդամենը 2 տարի պետք եղավ, այսինքն հանրագումարում 5 տարվա 18-ից 23։ Ասացի ուրիշ Արցախ, այո։ Սին դա այդ խայծն է, այդ կուտն է, որ դժգոհություն չառաջանա, բողոքի ալիք չառաջանա եւ իրականացնի այն ծրագիրը, ինչ որ ունի, ինչ որ ունեն սրանք։ Հիմա եթե պետք է նայենք, որ թոշակները 10,000 դրամով բարձրացավ, ուրեմն գնամ ընտրեմ, կրկնվելու է նույն ցավոք սրտի ճակատագիրը, ինչ որ տեղի ունեցավ։